Ավարտվեց քաղաքացիական պայմանագրի վարչության նիստը, նիստի օրակարգում խմբակցության ղեկավարի պաշտոնում տեխնացու ընտրելու հարցն էր եւ սրա արդյունքներով ընտրվեց որպես տեխնացու պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, առաջադրվել էր նաև խմբակցության գործող քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նա փաստորեն չստացավ այնքան քվե, որ ինքը խմբակցությունը ղեկավարի։ Նշեմ, որ մինչ վարչության կազմը դեռ ներսում էր, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արթուր Հովհաննիսյանը նիստից ավելի շուտ հեռացավ, նրանց դուրս գալուց մոտ 20 րոպե առաջ, թե ինչ արդյունքներ քվեարկության ինչպիսի պատկեր է արձանագրվել, խմբակցությունը այս մասին մանրամասներ չի ներկայացնում։ Քննարկման եւ փակագաղտնի քվեարկության արդյունքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի տեխնացու ընտրվեց Արուսյակ Մանավազյանը։ Օրակարգում ենք ուրիշ հարցեր ունենք, այդ մյուս հարցերն ենք քննարկում։ Ոչ, ինչ։ Էական չի, չեմ հիշում, ճշգրիտ չեմ կարող ասել, ընտրվել է։ Պարոն վարչապետ, ըստ էության խորհրդարանի ղեկավար կազմը, նաև խմբակցության ղեկավարը առնվազն տեխնացուների հարցում այսպես փոփոխություններ տեղի ունեցան առանցքային, այսինքն ոչ մի դերակատար կարծես թե նույնը չի մնում։ Ինչու, ինչն է պատճառը, եթե ձեր գնահատականը, ձեր կարծիքը ասեք, ինչու որոշում գնահատական փակագաղտնի քվեարկություն ա եղել, քննարկում ա եղել։ Բայց պարոն Փաշինյան, ասում են այդ արդյունքների վրա ամեն դեպքում ազդեցություն է ունենում հենց ձեր որոշումը։ Բացառված է, ես որևէ տեխնացության վերաբերյալ, որևէ կարծիք, որևէ տեղ չեմ հայտնել։ Քննարկումներին էլ չեմ մասնակցել, լսողի դերում եմ եղել։ Այսինքն ոչ անձնական, ոչ կոնֆիդենցիալ, ոչ քննարկման ընթացքում որևէ տեխնացուի վերաբերյալ որևէ կարծիք չեմ հայտնել։ Հարց չեմ տվել։ Պարոն վարչապետ, Հարց չեմ տվել։ Դեմքի նույն արտահայտությամբ եմ հետևել բոլոր քննարկումներին։ Պարոն վարչապետ, իսկ օրինակ առաջադրվելուց առաջ որպես վարչության ղեկավարի ձեզ հետ քննարկում են, որ մտադրություն ունեն եւ այլն։ Ոչ մի քննարկում, ոչ մի ազդակ ձեզնից չեն ստանում, ոնց։ Զերո ազդակ, ոչ մի։ Ես որևէ առաջադրման վերաբերյալ այդ ձևաչափով առանձին տեղեկատվություն չեմ ունեցել, բացի ակնհայտ դեպքերից։ Այսինքն ակնհայտ դեպքերից պարզ էր, որ Ալեն Սիմոնյանը որպես ազգային ժողովի նախագահի տեխնացու առաջադրվելու է։ Ուրիշ որևէ տեխնացության վերաբերյալ նախապես ինձ հետ որևէ քննարկում չի եղել։ Բայց ինքը ձեզ հայտնել է նախապես։ Ոչ, ինքն էլ չի հայտնել նախապես։ Իսկ այսօր հայտնի դարձավ, որ ազգային ժողովի գործող նախագահը մանդատը վայր դնելու մտադրություն ունի եւ ըստ էության նաեւ ակնարկեց, որ իրեն առնվազն հայտնի չէ, թե առաջիկայում ինչով է զբաղվելու։ Դուք ինչ որ պատկերացում ունեք, թե իրեն ուր կարող եք տեսնել կամ ինչ որ քննարկում պատրաստվում եք իր հետ ունենալ, ինչ է լինելու։ Բնականաբար ես նախապես չեմ պլանավորել, որ պարոն Սիմոնյանը չի լինելու ազգային ժողովի նախագահ կամ չի լինելու ազգային ժողովի պատգամավոր, դա նոր իրավիճակը կքննարկենք, կհասկանանք։ Մինչև այսօր քաղաքացիական պայմանագրի վարչությունը փակագաղտնի քվեարկությամբ ընտրել էր նաև ազգային ժողովի նախագահի եւ ազգային ժողովի փոխնախագահների տեխնացուներին, առաջիկա ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար ԿՊ կառաջադրի Ռուբեն Ռուբինյանի տեխնացությունը, իսկ փոխնախագահների պաշտոններում Վահագն Ալեքսանյանի եւ Հայկ Կոնջորյանի տեխնացությունները։